Դուք Արթուր Սարգսյանի ընկերն եք, չէ՞, երեք երեկոյան եք խոսել նրա հետ հեռախոսով, թե եկել եք հիվանդանոց տեսակցել եք նրան, մի փոքր կպատմեք վերջին Երկու օր հետո դուրս գրվեց։ Դուրս գրվելուց հետո ուղղակի հեռախոսով մենք զրուցել։ Ինչ էր ձեզ պատմում, առողջական ինչ գանգատներ ունի։ Չէ, ինքը ընդհանրապես երբեք չէր բողոքում, որ ինքը վատ առողջ է կամ ինչ-որ պրոբլեմ ունի, չէր բողոքում։ Իսկ երեք մինչ վիրահատությունը կարողացել եք կապ հաստատել նրա հետ խոսել։ Ես երեկոյան եմ, առավոտյան էի խոսել իր հետ, ճիշտ աշխատանքի հետ կապված բաներ կար, որ ես պետք է պատրաստ էի տա իրան, վերնիսաժում էր դե ինքը կանգնում։ Պայմանավորվեցինք, որ պետք է հանդիպեինք եւ այդ գործերը տայի իրան։ Հետո զանգահարեցի երեկոյան, ասեց, որ մի քիչ լավ չեմ զգում, մյուս օրը կգան կտանեմ ու այսօր ժամը երևի 2:30-ի կողմերն էր, եղբայրը զանգեց։ Ցերեկը։ Հա, ես ցերեկը զանգեց, ասեց գգան կվերցնեմ։ Ու հետո ինտերնետից իմացանք, որ մահացել է։ Դուք ում եք համարում մեղավոր իր մահվան մեջ։ Պարզ չի։ Ովքեր պետք է պատասխանատու լինեն, պատիժ կրեն։ Ռեժիմը պետք է պատասխան տա, ով պետք է պատասխան տա։ Այս երկրի վիճակը է, էսի։ Ձեր ընկերը մինչև այդ խնդիրներ ունեցել էր, բայց ինչ եք կարծում։ Հա, ուներ, ինքը ողնաշարի խնդիրներ ուներ։ Այսպես ասեմ, եթե չլինեին այս ամենը, հնարավոր է նորից մահանալը, էլի մահանալը։ Չեմ կարծում, գիտեք, չեմ կարծում, որ կարող էր սենց դեպք լինել։ Չեմ կարծում։ Իսկ այս երկրորդ անգամ ձերբակալությունը նրա ըստ ձեզ արդյոք հիմնավոր էր եւ տեսանք նաեւ որ առողջական վիճակը վատանալուց մի քանի օր առաջ ընդամենը նրան ազատ արձակեցին դատապարտյալների հիվանդանոց ՔԿ-ից։ Չեմ կարող ասել։ Անիմաստ ձերբակալություն էր, երկրորդ ձերբակալությունը, որը որ բացարձակ անիմաստ էր։ Սա երևի իրանց թուլությունն էր, էլի, ցույց տվեցին։ Իսկ դուք որպես նաև նրա ընկերը եւ նաև մյուս ընկերները պատրաստվում եք այս հարցով կոնկրետ պահանջել, որպեսզի քրեական գործ հարուցվի, ի վերջո օբյեկտիվ, այսպես ասած, պարզաբանում տրվի նրա մահվան հանգամանքների հետ կապված։ Դե երևի ժամանակի ցույց կտա, էլի ինչ կլինի։ Չգիտեմ, ռեժիմը պետք փոխել եւ ամեն ինչ կգա կընկնի իր տեղը։ Այո, փայտի գործի հետ էր կապված։ Ես Արտուրին ճանաչում եմ մոտ 20-25 տարի է ճանաչում եմ, ինքը մարդ էր, ուղղակի մեծատառով մարդ։ Ձեր անունը կասեք։ Թովմասյան Արմեն, ինքը իմ երեխեքի ուսուցիչն է եղել։ Ձեր երեխեքին էլ ինքը բարապել։ Իհարկե։ Երեխեքին բարապել։ Բարապելա այնց այն որակի է բարապել, որ գնաց է անվճար ընդունել է բարձրագույն ինստիտուտ։ Ինքը ասում եմ մարդ էր, ուղղակի մարդ, ափսոս որ մենք սենց մարդու կորցրեցինք։ Շատ եմ ես ցավում։